5-րդ ալիքը Լույս հիմնադրամի աջակցությամբ ներկայացնում է Բարի հանդիպում, սիրելի բարեկամ։ Պլուպուղու զրույցն այսօր մեզ առաջնորդելու է արժեքների ճանապարհով, հյուրընկալության, արժանապատվության, հաղորդակցման անվտանգության, խոսքի պատասխանատվության ու արդարության կշռի ճանաչման ճանապարհով։ Հյուրասիրությունը հաշ չէ միայն, այլև վահան ու պաշտպանություն։ Խոսքը արժեք ունի, երբ այն տեղին է, ոչ թե երբ լեզուն շտապում է ու խոսքը դառնում է արտասանական վարժանք։ Արդարությունը կառուցվում է խելքով, ճանաչողությամբ ու պատասխանատվությամբ։ Իսկ պատիվը եռանկյունի է, որի կողմերն են տեղը ճանաչելու համեստությունը, խոսքի ու կշռի իմացությունը և պատմություն կառուցելու կարողությունը։ Պլուպուղին հորդորում է տան պատիվը հյուրին պաշտպանելն է, խոստումը պահելը պաշտպանում է մարդուն, իսկ չափը պահելը խոսքը դարձնում է ճշմարիտ գործ։ Լսենք մեր բալիկներին կրկին վայելելով Պլուպուղու զրույցի բազմաշերտ հաղորդակցության բերկրանքը։ Աթեն արվեր Պլուպուղին եկաշեն է, ճանապարհին մի գարիբ մարդ է պտահում, բարևտան բարևեշ տանում։ Ինչ մարդս, հրցնում է Պլուպուղին է դղարիբ մարդուց, շտաղաս քեմ ես մթեն վաղտը։ Ետացա, մենք շեյակին այլ հետի տղում անկյամ, ասում է գարիբ մարդը, որ էշի առաջ կցած կինամ։ Ղոնաղը աստվածին է աղբիր համիցիկ, էց կշերը տոնս քունու տամ։ Պլուպուղին ու ղոնաղը հալամնավն էշի տղվարա, նիմը տալտոն հանցու դինջանան, տորնը պեցանում է լիքի ծարան ու ասում։ Պուղի, մենք նասալա ղոնաղոն է, դու էլ կկասան պայման։ Քինյամելիքին ասե, կարել չունկյամ, թողներին, շնորհակամ, ես էլ ղոնաղոնիմ։ Պուղի, մենք նասալա ղոնաղը երկալ եկ, կելըտ էլ պարտադիրա։ Քինյամելիքին ասե, վեր ղոնաղս էշավա, կարել չունկյամ, ծարանքին ամա մի պատար հետո կյամ ասում։ Պուղի, մենք նասալա ղոնաղինա էշին հետ կյաս։ Պուղին է խուսերը տեղ չոներ, ղոնաղն ու էշը յորանում քինյամելիքան ստոն։ Ճանապարհին Պուղին ղոնաղին խրատում է։ Քիզետի օտարտեղ ենքամ այ մարդ, քեզ հանց կպահիս վեր մելիքնա ու ղոնաղները քիզանա գոհնին, քեզ իրեք խրատում տան։ Տղը ճինեն չի, էս մին, խոսեն վաղտը հիբը քեզ կրցին, էս երկուս, գործի խարնվային վաղտը հիբը քեզ կխնդրին, էս էլ իրեք։ Ղոնաղները կյամը թա չէ, Պուղու ղոնաղը վազատան քինամա ստողի քիլին նստում։ Այս ղոնաղներն էլ շուման կցյումի անգն էվե ինքը կան չտիրուկյա։ Ղոնաղները խոսում են, ծիծաղում են, ալիքներն են պատմում։ Պուղու ղոնաղը ընգնում է մեջը, ասում։ Մե հետ հենդումը վարն էլիս, մի շատ կնծկնծոցում սկացավ։ Չոնց կողմերս եշում, բենչում սկանում, հետո եթե երկինքինում եշում, դղան ասեսիկյան։ Լա երկինքին անում սկանը, ողսկս մն կախ-կախ ծիծեղոտել է ու տնազանել է Պուղուն ղոնաղինի անավ։ Թե բերեր կանայել էլ, ծիծեղոտում ամինը, կլխին կատարել էլ է, տնազանում է մինը Պուղուն ղոնաղին իրան։ Պուղին կոզիկս նված էլ է ղոնաղին իրան, բայց ես արան հետ նխ տղան հանեմ։ Լավ, ինչ կա տղ ծիծեղելի, հրցնում է Պուղին։ Հա, էլ ալող շղկարա էտամ, ինչ բոզավոր, չակվավոր, խապյում է էտ մարդը, շան լակոտը ոնց կար է երկինքան կծկոնդին, խայ կարել չպտահևեր արտիվը շան լակոտին յորն է թրչիսնե վիդեո երկինքը հանցուրան զակերը ոտին, դա պար սպենա, որովհետև արտիվին չան գերը, ուրան ջանը կծվծնին, ու ինքն է ետրան դա ետան կկծկծա, դյուզա, ասեցնեցին են գինան, դիտա կտրումը, Նոզանողները ինձ պիսից բուն։ Ուժումից հետո պատմոսիրյա, ձմերուկու եմուշիմ դինում ստոլիրյա։ Ծարաներ ամինը մնան կչումածը տենակը դինին։ Տենակվեր, ասում ամելիքի ղոնաղներից մինը։ Էս մեր ղոնաղներ մորանալ լավ Պուղուն վերջի խրատը, ջուման տենակը տիսանում ու տեմտան տենակ ուզողին։ Էս ղոնաղին տոր չկյամ ուրան ռիսկն ու պահվածքը, ու սոլորնակախեն լամի պեն սարքև,
Օհո, ես իմ հոր տենակն է։ Իմ հոր խազնան թլանալըկ։ Հալամել տենակնի գյուղացալըկ։ Մեր էտ նապրած գենա։ Բահանջում, սեմի հեն, էտ գյողին պրնիք։ Միխանաշ պոտասկսում կայլ չմասին։ Տենակը ճերկա ճերկա անգնում, լող համաձայնումն է վեր էտ գյողին պրնին։ Ես թաշ ղոնաղներ մնում է գյունակար։ Հիմա մենտել է պուղին մնամ մաս մնացած, բայց դե պուղին շտեղ, ղոնակությունել է շտեղ։ Ղոնաղը իմս է, իմ տանն էլ պետք է մնամ։ Ես ուրն առավոտ է, կտանիմ դատարան։ Ղոնաղները համաձայնվում չեն, պուղին խրատ է տալու, հանցնարը վերեզադվե։ Ես խոսքում տամ, ուրանետ միջև օրվա վերջ խոսելու չու, մի բարել չմսելուվ։ Լուղ համաձայնվան, դե բայց որովհետև պուղին խոսքը խոսքամ, պլպուղին ուրան ղոնաղինա էշինը հետ ետ ընտրնում տոն։ Պուղին սաղ ճանապարը խոսալ չի ղոնաղինը հետ, մենակ էշինը հետ է խոսալ։ Իշ, այշ, բախեմ խրատներ կուվեջը չի, հրցնում է պուղին էշունանա։ Ղոնաղներ գլոխը կախսուս պուսկանում ամ պուղին։ Դատարանը վեր կես հրցին հինչ է դես է տենակը ջուբում պահում։ Կայց վեր էտ տենակը ոտ փորտն սպանալ, ում են կուճարմաս կուտշնամին, ում են պահանջում, վեիմ տշնամուս ճարիք ու դատիք։ Խոխեք, դուք ինչ գիտում հյուրասիրության մասին, արցախցիները ընդհանրապես հյուրասեր են։ Մեր երգումն էլ է ասում, պատվել գիտի միշտ իր հյուրին, գիտի գինը աղուղացին։ Պուղն ես պատմությունը ղոնաղ ընդունելու, պահելու, համայնպահված սվրցնելու մասին է։ Աննա, դու ինչ կայս։ Մզմծ տոներ էր նորայող, դի շեբել չիլեր, վեր ղոնաղ չկա։ Ձեդաս ասած էլ հինչ լավ պիներ կա, դիրեցիք ստողին։ Դուզը կասում խոխեք, պատահական չծնվալ էտ երկի տողերը, միշտ հյուրասեր ու միշտ բարի, մի սրտաբաց Ղարաբաղցին։ Ղարաբաղցին ծանոթ անծանոթ եշել չի, հյուր պտահալա, կանչալա հյուրաստոն, հյուրասիրալ, հետո ճանապարհալ։ Հյուրասիրությունը հայի հինավուրց սովորությունն է, որը շարունակում է պահպանել հիմնական հատկանիշները։ Դարեր շարունակ հյուր են ընդունել ոչ միայն բարեկամներին, ծանոթներին, այլև յուրաքանչյուր պատահական անցորդին, ով էլ լինի եւ որտեղից էլ լինի, ու դա չգրված օրենք էր, սուրբ պարտականություն։ Ղոնաղը ըստուծենն է, ղոնաղեն փայը աստուծաղարկում, ղոնաղը հմանչկուտ կնի, ու տցնել պիտիս։ Հյուրին կերակրել են տանն ունեցած ամենալավ մթերքներով, նրա պատվին ակլոր կամ գառ են մորթել, հյուրին քնեցրել են ամենափափուկ անկողնում, ոտքերը լվացել, ամեն կերպ ձգտել են, պատվել նրան, ինչպես նաև ուշադիր լինել նրա ձիու ու բեռների հանդեպ, ճանապարհելիս էլ հետը ուտելիք են դրել ու միշտ ասել, ղոնաղը տոնըտնի մնելիս կյառնա, դուսկյալիս աշող։ Որտեղ էլ որ հանգրվանի արցախցին, թող հացի սեղանը բացվի տունդարձի աղոթքով, խոսքը լինի իր պապերի հորդորով, ժամանակին ու չափված, իսկ գործը արդարության կշռով։ Պենտ կացեք, տեմպ կացեք։